Բարևներ իմ սիրելի հետևորդներին, ինչպես եք սիրելիներս, եկեք այսօր միասին պատրաստենք լավաշով ռուլետ։ Ինչը մեզ անհրաժեշտ լավաշով ռուլետ պատրաստելու համար։ Հավի կրծքամիսն է, նախորդ խաշել եմ եւ մանրացրել եմ։ Գազարը խաշած քերիչով անցկացրած, կարտոֆիլը խաշած քերիչով անցկացրած, համեմ եմ կտրատել մանր, նաև համեմի հետ կարող եք սամիթ ավելացնել։ 3 հատ ձուի էին մոտ խաշած, նույնպես քերիչով անցկացրել ենք, մանր ընկույզ է կտրատած, 1 ատամիկ սխտոր, նույնպես քերիչով անցկացրել եմ մանր քերիչով, եւ այստեղ մեզ անհրաժեշտ է աղացած սև բիբար եւ չաման։ Ես մսեղենով ինչ որ պատրաստում եմ, անպայման աղացած չաման եմ ավելացնում սիրելիներս։ Եվ ընթացքում կհամտեսենք աղի համը, կտեսնենք ինչպես է, նոր կսկսենք տեղավորել լավաշի մեջ։ Հիմա այս բոլոր մեր պարագաները կտեղափոխենք մեծամանի մեջ, կխառնենք իրար հետ եւ հետո կլցնենք լավաշի վրա։ Շատ համով է լինում, ասեմ, շատ հետաքրքիր համ է ունենում եւ սառնարանում մշտական պատրաստի ուտելիք ենք ունենում։ Մի քիչ հավի կրծքամիսը շատ է եղել, բայց ոչինչ, լավ խաշած է։ Լավ պետք է խաշեք սիրելի հետևորդներ հավի կրծքամիսը։ Դե իհարկե հավի կրծքամիսը խաշելուց աղ ենք ավելացնում, նաև գազարի եւ կարտոչկան խաշելու ժամանակ ենք աղ ավելացնում եւ այսպես հիմա ձեռնոցներով լավ խառնենք սիրելիներս, կավելացնենք մեր սխտորը եւ ընկույզը կտրտած։ Հիմա սա կխառնենք եւ միասին կտեղափոխենք լավաշի վրա սիրելիներս։ Եվ այսպես սիրելիներս արդեն ամեն ինչը խառնել ենք իրար հետ եւ այստեղ արդեն պատրաստ է, վերցնում ենք 2 հատ լավաշ, իմ սիրելի հետևորդներ, դնում ենք լավաշը լավաշի վրա, մեզ անհրաժեշտ է մայոնեզ, ես վերցրել եմ այս տեսակի, մենք շատ ենք սիրում այս մայոնեզը։ Եվ հիմա կսկսենք քսել լավաշի մակերեսի։ Քթալի միջոցով կսկսենք տարածել մեր մայոնեզը։ Մայոնեզը քսում ենք նրա համար, որպեսզի մեր բոլոր այս համով ուտելիքները պատրաստած կպնի լավաշին սիրելիներս։ Լավաշներս շատ բարակ են, դրա համար էլ դնում ենք 2 հատ լավաշը լավաշի վրա։ Այս առաջ էր, որ թոներով գյուղերում լավաշ էին թխում, լավաշները այնքան հաստ էր, թրջելուց հետո էլ ով է հիշում, լավաշը 2 շերտով բաժանվում էր իրարից։ Իսկ հիմա սա թխում են հոսանքով փուռերում, այնքան բարակ են լավաշները, որ երանի ենք տալի այն թոնրան լավաշի համու հոտը լինի։ Այսպես սիրելիներս մայոնեզը քսել ենք եւ սկսում ենք սիրուն ձեռքերով տարածել այս համով պատրաստած սալաթը, միջուկը, ոնց ասենք, որ ճիշտ լինի, ու ձեռքերով սխում ենք սիրելի հետևորդներ, որ կպչեն իրար, որովհետև հետո մենք կտրտելու ենք իհարկե, որպեսզի կտրտելուց ռուլետի մեջից չթափվի ոչ մի բան։ Սա հիմա կլցնենք այստեղ։ Կամերայից այն կողմ իմ մեծ տղան է, Վահեն է, ողջունենք Վահեից, Բարև։ Սիրելիներս, ուրեմն մի փոքր խոսեմ իմ ալիքից, ինչպես է ստեղծվել իմ ալիքը, մենք 5 տարուց ավել ընտանիքով զբաղվում ենք ատնալետնի ծաղիկներ աճեցնելով եւ սայցիլը վաճառելով։
Նաև աճեցնում ենք բանջարեղենի սատիլներ եւ վաճառում ենք։ Եթե այդտեղին վիդեոները նայեք, իմ էջի մեջ այդտեղ պարզ կլինի, թե մենք ինչով ենք զբաղվում։ Քանի որ իմ էջը այդպես ազատ չլիներ, ինձ պետք էր անընդհատ վիդեոներ տեղադրել, նաև ես զբաղվում եմ մոմերով, օճառներով եւ ինքս մատնահարդար եմ։ Եվ այսպես սիրելիներս, եւ շուտով կսկսենք մեր ցանքը, մեր ծաղիկների գործը եւ ձեզ կներկայացնեմ ինչպես են ընթանում մեր ծաղիկի աշխատանքները, իմ սիրելի հետևորդներ։ Այսպես տեղավորեցինք, ճիշտ ասած կարտոշկաս մի քիչ շատ է եփել, բայց ավելի լավ, ինչքան փափուկ է լինում, այնքան համով է լինում։ Այսպես տեղավորելուց հետո հիմա ձեռնոցներս կհանեմ, սիրելիներս, սկսում ենք փաթաթել մեր ռուլետը։ Ամեն շերտը փաթաթելուց հետո սեղմում ենք մի քիչ, սիրելի հետևորդներ։ Եթե ձեր լավաշը մի քիչ չորություն կունենա, լավաշը երկու կողմից թեթև թրջեք անպայման, ջուր ցողեք լավաշի վրա, թող մի քիչ ձեր լավաշը փափկի, նայեք, ամեն փաթաթելուց սեղմում ենք, սիրելիներս։ Սեղմում ենք, որպեսզի լավ կպնի շերտը շերտին, որովհետև սարքելուց հետո գոնե 30 րոպեից 40 րոպե թողնելու ենք սառնարանում։ Նայեք, ինչ հոյակապ ստացվեց, սիրելիներս։ Եվ այսպես, մեր ռուլետը արդեն պատրաստ է, կբաժանենք երկու մասի, կտեղափոխենք սառնարանում, ում ինչ չափի հարմար է, այդ չափի կկտրտեք, ես մոտավորապես այս չափի եմ կտրում փախլավայի նման։ Հիմա կկտրեմ, կտեղափոխեմ, սիրելիներս, սառնարան։ Հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչպիսի տեսք ունի իմ ռուլետը։ Նայեք, սիրելիներս, այսպիսի տեսք ունի մեր ռուլետը, ինչքան համով եւ գեղեցիկ տեսք ունի։ Հիմա կտեղափոխեմ ամանի մեջ եւ կդնեմ իհարկե սառնարանը։ Մի քիչ ինքը ավելի պնդանում է, ամրանում է եւ շատ հեշտությամբ սկսենք կտրել մեր համով ռուլետը եւ վայելել։ Այսքանը, սիրելիներս, լավ մնացեք, առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։ Մի մոռացեք լայքել եւ բաժանորդագրվել։